Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, եթերում Ազատ շփումն է։ Դե ինչ սկսենք աշխատանքային շաբաթը եւ սկսենք 3 հովանավանքում տեղի ունեցած պատարակից, ինչու էին հովանավանքում բոլոր հայկական եկեղեցիներում, հայաստանյան եկեղեցիներում, այդ թվում նաեւ Էջմիածնում։ Տեսնենք թե մամուլից ինչ ենք ստանում մենք առհասարակ եւ տեղում ինչ կար։ Ես ինքս ներկա եմ նույնպես այդ պատարակին եւ այն ինչ որ կա տեղում դա չի արտացոլում մեր լրագրողական համայնքը բնականաբար ես սրանով որևիցե մեկից չեմ զարմացնում խոսքս լրագրողական համայնքի մեծամասնությանն է վերաբերվում ովքեր բառացիորեն պատերազմ են հայտարարել ժողովրդի դեմ հիշեցնեմ որ հենց նույն 168 AM-ի տեր ու տիրական Սաթիկ Սերյանյանն էր դեռևս հունիսի վերջ հուլիսի սկիզբ հայտարարել, որ պատերազմ է, նա հայտարարում քաղաքացու դեմ, քաղաքացու ով ուներ կոնկրետ հարցեր, ոմն եկեղեցականին, այսինքն իմ դեմ։ Ու մինչև այսօր կարծես այդ պատերազմը շարունակվում է, որովհետև քաղաքացիներին արդեն թիրախավորելը դարձել է լրագրողների համար գործելավոճ։ Այսինքն եթե քաղաքացին ունի այլ կարծիք, քաղաքացին ունի իր սեփական կարծիքը, դա վատ է եւ դա պետք է պարսավանքի ենթարկվի, պետք է դնեն ինչ որ խառը վերնագրեր, պետք է մարդկանց խոսույթը դնեն ու ծաղրեն, ու սա է իրենց գործընթացը, հա, գործունեությունը փորձում են մարդկանց վանել հիմնական process-ներից, որպեսզի մարդիկ քաշվեն, չցանկանան, իրենք նույնպես ներկա լինեն դրանց ձեռը չընկնելու համար եւ այլն։ Բայց սիրելի ժողովուրդ, այդպես չի կարելի անել, ճիշտ հակառակ, պետք է ավելի ու ավելի ակտիվ լինել, որովհետեւ process-ների մեկնարկը տրված է եւ մենք ապրում ենք պատմական այնպիսի ժամանակահատվածում, որ երանելի են լինելու այս օրերը, որովհետև բոլորս մասնակից կարող ենք լինել մեր եկեղեցու, մեր բազմադարյա եկեղեցու վերանորոգմանը, վերականգնման աշխատանքին, մեր ներկայությամբ, մեր գործունեությամբ, մեր ըմբռնողունակությամբ եւ այլն։ Ես միշտ եմ ասել, որ այստեղ հարցը միայն Տեր Արամը չի, հարցը ավելի գաղափարախոսական է, այսինքն եկեղեցու ներսում հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին զավթած մի հատ խմբակ փորձում է ոտնահարել բոլոր եկեղեցականների իրավունքները, փորձում է դրանով հեղինակազրկել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին եւ նրանք ովքեր որ հանկարծ դիմադրում են դատապարտված են կարգալույց լինելուն կամ բանը վայելելու կաթողիկոս կոչեցյալ Կտրիշ Ներսիսյանի զայրույթը։ Ուրեմն այս թեմաներով մի փոքր կխոսենք ու կգնանք վաղար շաբաթի ընտրություններ, որովհետև զարգացումները շատ հետաքրքիր են, գիտեք Կտրիշ Ներսիսյանի եղբայրն ու եղբորորդին ձերբակալվել են։ Եվ մեղադրվում են խուլիգանության եւ Էջմիածնում տեխնացուի քարոզչությանը խոչընդոտելու արարքներ կատարելու մեջ։ Բայց հերթով ինչպես ասում են, այո, այս խուժանների խունտան է եւ կաթողիկոս կոչեցյալը, եկեք կաթողիկոս այս պարագայում այլաբանական իմաստով, որ հասկանալի լինի ում մասին է խոսքը, որովհետեւ ցավոք սրտի բոլորս էլ հասկանում ենք, որ հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցում կաթողիկոսի աթոռը 26 տարի է թափուր է, որովհետեւ ուխտադրուժ մարդիկ են այնտեղ կարգված եւ Աստծո այդ ուխտը խախտողը չի կարող վայելել հավատացյալների վստահությունը, հարգանքն ու սերը։ Սա պարզ ճշմարտություն է։ Այս լրագրողները շատ լավ ծանոթ լինելով հանրության պահանջին, շատ լավ ծանոթ լինելով հրապարակային խոսույթներին, ոչ մի կերպ չեն ցանկանում հասարակության առաջարկած օրակարգի հետ հաշտվել եւ գոնե մի անգամ պատարակին գտնվել Էջմիածնում եւ Գարեգին Բ-ին, այսպես է, իրենց ձևակերպմամբ թող այդպես լինի, հարց տալ ընդամենը շատ հասարակ, շատ հանգիստ, առանց հեվոցների, առանց նյարդերի։ Մենք դες բաներ ձեզանից չենք պահանջում։ Մեզ համար հետաքրքիր է։ Մեր կաթողիկոսը ունի երեխաներ կամ երեխա թե չունի։ Խախտել է ուխտը, թե չի խախտել ուխտը։ Թե չէ լոլոներ եք կարդում, բայց գիտեք դեռևս 7-րդ դարում կարող էին ամուսնանալ, դա մտավ եսին որ թվականից չամուսնանալ։ Մեզ դա հետաքրքիր չի։ Մեզ պատմություն մի պատմեք։ Վերջին կանոններով, թեկուզ վերջին ընդունված կանոններով կաթողիկոսը պիտի լինի բան
Կուսակրոն հենց դա է նշանակում։ Կուսակրոնը հենց կույս եւ կրոն բառերից է բաղկացած, ոնց ասեմ։ Էլ ոնց ասեմ, ինչ են այդ պարագայում կուսակրոն կոչում, նրանք խախտել են բոլոր տեսակ կանոնները, սա սատանիստական դրսևորում է։ Եկել են եկեղեցի պատարագը, Տեր Արամի մատուցած պատարագը համարում են պիղծ։ Պատարագը ոնց կարող ես դու համարել պիղծ։ Այ պիղծ, դե արի մի ասա։ Մարդկանց հնչեցրած աղոթքը դու ոնց կարող ես համարել պղծություն։ Մարդիկ եկեղեցում են, աղոթում են։ Դու ով ես համարես պղծություն դա։ Պղծությունը դուք եք։ Իմիջայլոց ձեր ոհմակով հանդերձ։ Պետք է ասեմ, որ ոնց որ թե Գյումրու ոստիկանությունը շատ օպերատիվ է փորձում գործել, երբ որ խոսքը վերաբերվում է այլոց։ Ասեմ խոսքը ինչի մասին է։ Երեք մի հերթական կտրիճա պաշտպան երևույթ, անուն ազգանունը Կարապետ Պողոսյան, ում ետնաբնկարը Facebook-ում Կտրիչ Ներսիսյանի նկարն է, ինքը սենց թրաշով բան, սենց, առնական դեմ, հավելյալ առնականություն է իրան հաղորդել, երևի դրա պակասը զգում է, տեղադրել է, սա նաև կարող եք ընդունել որպես հաղորդում, հարգելի ներքին գործերի նախարարություն, ոստիկանություն, տեղադրել է նկար բարձրությունից որոշակի հովանավանքի վերևից, որտեղ որ ներքևում հավաքված են հավատացյալները, հետևյալ վերնագրով. տեսնես ով է այսպես բարաբարոսաբար նախիրը բրախել եկեղեցու բակ։ Ուրեմն հուշեմ, որ այս թեմայով գոյություն պետք է ունենա հոդված, որովհետև մարդկանց խմբի է վիրավորում մարդը, այնտեղ ընտանիքներ են, մայրեր են, հայրեր են, սրբություններ են, երեխաներ են, եւ ոմն մեկը, ով իրան հռչակել է քրիստոնյա, այդպես ինչ որ եկեղեցա պաշտպան, կտրիճի նկարնել հետևը դնելով որոշել է, որ ինքը շատ ավելի հավատացյալ է, մարդկանց խմբին անվանում են նախիր։ Մի խոսքով, սա ստանում է իր պատասխանը եւ պատասխանը ստանալուց հետո, իմ կողմից պատասխանը ստանալուց հետո բավականին կոպիտ, բնականաբար վազում է քաղմաս գրելու, որ ինձ սպառնում են։ Քաղմասից զանգել են ինձ բջջային հեռախոսահամարով, ես չգիտեմ որ քաղմասից է, բջջային հեռախոսահամարով գիշերը ինձ զանգ է գալիս, կես գիշերն անց։ Ու ոչ մի հատ ներկայանալ, ոչ մի հատ ճշտել հարմար է ինձ թե ոչ ժամը հասկանում եք ինչ է նշանակում, եթե դուք գիշերը սմենի եք, դա դեռ չի նշանակում բոլորս նստած սպասում ենք ձեր սմենը երբ է վերջանալու։ Սկսում են ինձանից հարցեր տալ ինձ եւ այլն, ես չեմ հավատում որ ոստիկանությունից է, սկսում եմ ինձ համար բզբզալ, հետ եմ զանգում բանսած բաներ։ Մի խոսքով, ինչ պատմություն որ լինում է, հիմա քնչական է ոնց որ թե գնացել գործը, շատ օպերատիվ ձևով, հույս ունեմ, որ այնտեղից գուցե կապվեն ինձ բացատրություն ստանալու, ես որքան փորձեցի բացատրություն տալ, նրանք իմ բացատրությունը չընդունեցին, որոշակի բնորոշումների պատճառով, այնուամենայնիվ այդ գործի հետևից կգնանք բնականաբար, չգիտեմ, կընդունեն վարույթ թե չէ, դեռ չեմ կարող ասել, որովհետև այդտեղ հազարատ հարց կա, մարդը սուտել է խոսում։ Բայց խնդրեմ վարույթ ընդունեք նմանատիպ արտահայտությունները, որովհետև կարող եմ կրկնել եւ կարող եք իմ Facebook-յան էջում ես այսօր անդրադառնալու եմ, կարող եք դիտել ու ավելի բարձ հասկանալ խոսքը ումա վերաբերվում։ Կարապետ Պողոսյան, որ այտենց է ընթերցվում։ Մի խոսքով, այսպիսի ճամբարներ են փորձում ստեղծել եւ քաղաքականացնել այս ամեն ինչը, շատ լավ հասկանալով, որ հասարակության մեջ կան մարդիկ, ովքեր որ ունեն դժգոհություն Կտրիչ Ներսիսյանի դեմ, բայց քաղաքականապես էլ օրինակ չեն սատարում Նիկոլ Փաշինյանին կամ քաղաքացիական պայմանագիր թիմին, հա։ Իրենք փորձում են նեղացնել այս շրջանակը եւ այն մարդիկ, ովքեր որ այսպես թե այնպես դուրս կգային, որպեսզի կաթողիկոսարանը մակրեն նման սրիկայից, զավթիչից, ուխտադրուժից, բանա Երբ որ տեսնում են լրատվականներով քաղաքականացված,
Դա ասում են չենք ուզում ասոցացվենք Փաշինյանի հետ։ Ժողովուրդ ջան, ասոցացվելու բացարձակ ոչ մի խնդիր չկա, որովհետև Նիկոլ Փաշինյանը որպես քաղաքական գործիչ չի մասնակցում այս պրոցեսներին, մասնակցում է որպես հավատացյալ, մեզանից մեկը։ Ասենք օրինակ ես որ այնտեղ ինչ որ մեկի հետ կանգնած եմ, չեմ ասոցացվում, չէ՞, արեստավոր մարդու հետ, այն գիտնական մարդու հետ, այն բժիշկ մարդու հետ, չէ։ Ուրեմն ասոցացվելու խնդիր չկա։ Մեր եկեղեցին պիտի մաքրվի, թե չպիտի մաքրվի։ Մենք մարսում ենք սա ու թողնում ենք սերունդների համար բարոյականության ակունք հանդիսացող եկեղեցին ուներ եկեղեցական կարգը խաթարված վիճակում, թե ոչ։ Շատ քաղաքացիներ էլ կան, կարծում են, որ սա հեղափոխություն է եկեղեցում։ Ես մի քիչ անկեղծ եթե լինենք, իմ սուբյեկտիվ կարծիքը ներկայացնեմ, ես մի քիչ այդքան էլ համաձայն չեմ, որովհետև եկեղեցու ներսում որևիցե հեղափոխության մասին չի խոսքը եւ ինչ որ մեկին հանել, ինչ որ մեկին նշանակելու մասին չի խոսքը։ Եկեղեցին դարձյալ պիտի վերադառնա իր տեսքին, իր գործունեությանը, իր հիմնական բաներին։ Եվ քարոզի սեր, բարություն, մաքրություն, մարդկություն, առաստված եւ մեր մերձավորներ, հա։ Սա է եկեղեցու ֆունկցիան, որը վաղուց դադարել է գործել որպես այդպիսին։ Շատ խնդիրներ կան այստեղ եւ հա, անցնենք որոշակի գրառումների այս թեմայով։ Ուրեմն մատ հայրասողիկ կա, պիտի որ իմանաք։ Կներեք, հիմա գտնեմ։ Սա մի հատ այնց հուզումնառատ գրառում էր արել, չէի կարող չկարդալ ձեզ համար։ Հա, իմիջայլոց Տեր Արամն ինչ անում։ Տեր Արամը որոշել է չխեղճանա, որոշել է պայքարի հանուն մաքրության պայքարի։ Այդ ճանապարհին նա նույնպես սխալներ անելու է, իհարկե անելու է։ Նա երբեք չի պայքարել այդպիսի մեծ ծավալով բաների տակ չի մտել, երբեք չի եղել այսքան հանրահայտ ու բնականաբար նա կարող է շփոթվել, կարող է նաև որոշ արտահայտություններ թույլ տալ, չնայած որ ամեն ինչ անում է, որ քաղաքական խոսույթ չլինի իր բանի մեջ, ու դա գովելի է իմիջայլոց։ Ու կամ մենք սատարում ենք այս տեսակը ու մենք ասում ենք, որ մեր եկեղեցին պիտի մաքուր մարդիկ լինեն եւ այո, այնպեսի մարդիկ, ովքեր ձգտում են այս ճանապարհով քայլել, կամ չպիտի անենք, հասկանում եք։ Այստեղ հարցեր կա։ Մենք պիտի կանգնենք իմ կարծիքով Տեր Արամի կողքի ու ես կանգնում եմ եւ բոլոր են Տեր Արամների իհարկե այլ անուններով, ովքեր որ ձայն են բարձրացնում հանուն ճշմարտության, նրանք հույսը դնում են Աստծո եւ մեզ վրա, ժողովուրդ ջան, սա իմացեք։ Եվ մեկը ես որպես քաղաքացի չեմ կարող թույլ տալ, որ այդ հույսերը սին դառնան։ Եվ ամեն մեկս պիտի երևի թե այդ իմաստով բան անենք։ Ինչ է նշանակում մեր կաթողիկոս կոչեցյալը վազելով վերակենում գնում է Ռուսաստանի դեսպանատուն, որպեսզի շքանշան ստանա։ Այն պարագայում, երբ որ Ռուսաստանի դեսպանը պիտի երևի չոքեչոք Երևանից հասներ Էջմիածին, որպեսզի իր վերադասի կողմից ինչ որ բան փոխանցեր մեր կաթողիկոսին։ Նախ այդ շքանշանը արդեն ինքը իրանով շատ այս պարագայում վատ բան է, ստորադասվում է մեր եկեղեցին, դեռ մի հատ էլ պիտի կաթողիկոս վազելով գար բան, հա, որ արի մի հատ շքանշան ստացի, սենց է, մենք սենց ենք պատկերացրել մեր եկեղեցու դերն ու նշանակությունը առհասարակ աշխարհում։ Մեր եկեղեցին այս մակարդակի տեղերից է կառավարվում, հա, անգամ 8-րդական տեղից, հա, սա նորմալ է։ Սա իմ կարծիքով աննորմալ ու խայտառակություն է սա։ Վեհապար Հայրապետի անունն ու գործը ոսկե տառերով են արձանագրվել մեր ազգային եկեղեցական տարեգրության մեջ, Հայր Ասողիկ Կարապետյան։ Մայրաթոր Սուրբ Էջմիածնի թանգարանների եւ արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը։ Այսօր ազգային եկեղեցական տոն է, քանզի հավատավոր հայոց ազգն իր Հայաստան եւ Իսփյուրս տոնախմբում է 132-րդ ամենայն հայոց կաթողիկոս Նորին Սուրբ Օծություն Տեր Գարեգին II Վեհապար Հայրապետի գահակալության 26-րդ տարեդարձը։ Ամենայն վստահությամբ եւ համոզմունքով եմ վկայում, որ հայոց եկեղեցին, ազգս հայոց եւ հայոց պետականությունն իդեմս Նորին Սրբության, ես չգիտեմ ինչ պետականության մասին է խոսում Ասողիկը, անդրադառնանք,
Տեր Գարեգին բվեաբար հայրապետ ունի մեծագործ հայրապետ, ով իր ողջ կյանքն անմնացոր տնծայաբերել է հայոց եկեղեցուն, հայոց ազգին եւ իր սիրասուն հայրենիքին։ Պատկերացնում եք, իսկ մենք չենք գնահատում այս սուրբ մարդուն։ Վեապար հայրապետի մեծ անունն ու գործը հիրավի ոսկե տառերով են արձանագրվել մեր ազգային եկեղեցական տարեգրության մեջ։ Թող ամենա զոր Աստված միշտ զորացյալ պայի իրոցյալին շնորհի երկար կյանք եւ գահակալություն ի շինություն մայրաթոր Սուրբ Էջմիածնի ի պայծառություն հայոց եկեղեցու եւ ի բարօրություն Հայաստան աշխարհի։ Թող ամեն հայի սրտից բխած որդիական բարեմաղթանքն այսօր եւ միշտ լուսավար պայի լուսավորչի անմար կանթեղը եւ Տերն անսասան ու հզոր պահի ու պահպանի հայոց հայրապետությունը Արարատյան Սուրբ Աթոռը։ Սա ասել է Ասողիկը։ Հիմա զուգահեռներ տանենք, ես չգիտեմ հայր Ասողիկին սրա համար կաթողիկոսը գլուխը շոյել ու ասել ապրես որդիս, շատ սիրուն ես ձևակերպել, անգամ ես հուզվեցի ու հավատացի, բայց զուգահեռներ տանենք, հա, ուրեմն ներողություն, հերթով գանք։ Այսօր ամենայն վստահությամբ եւ համոզմունքով եմ վկայում, որ հայոց եկեղեցին ազգեց հայոց եւ հայոց պետությունն իդեմս նորին սուրբ ուղղություն Տեր Գարգին բվեաբար հայրապետի ունի մեծագույն հայրապետ, ով իր ողջ կյանքն ամենասուրբ ընծայել է հայոց եկեղեցուն, հայոց ազգին եւ իր սիրասուն հայրենիքին։ Ես չգիտեմ, Ասողիկը երկնքում է ապրում, գիտեք, միացնես բան կա, որ հետները խոսում են շատերի, իրենց ոնց որ թվա, թե իրենք են, հետո մի քիչ ներքև Աստված, հետո նոր մարդիկ, իրենց թվում է, թե իրենք Աստծուն հեսա կասեն, կբացատրեն, Աստված էլ կընդունի, հետները գործարքի մեջ կմտնի, սրանց պատկերացումը այդպիսինն է, հասկանում եք, մարդ ով 44 օրյա պատերազմում զոհված տղայի եղբորը ասում է դու պիտի մորդ հետ պարտադրում է, որպեսզի մոր հետ գնան մասնակցեն քաղաքական միտինգի, քաղաքական ապստամբության, հեղաշրջման փորձի ընդհուպ եղավ այդպիսի բաներ։ Սա Հայաստանի համար հայոց ամենայն հայոց կաթողիկոսն է, ըստ Ասողիկի, ոսկե տառ, մարդ ով հեռացնում է մի քահանայի, փորձում է հեռացնել կարգալույծ անել մի քահանայի, որի իրավունքը չունի, եւ ինչի համար, որ քահանան երեխայի հետ երեխայի լեզվով է խոսում, բթնոցը դնելով մեքենայի վրա եւ դրանով խաղացնելով, որ երեխան չլացի։ Մարդ ով բիզնեսների մեջ է, մարդ ով վազելով գնում է դեսպանատուն շքանշան ստանալու, սա մեր կերպարն է, բարձր պայել, որտեղ է բարձր պավել, էլի մեր եկեղեցու պատիվը, որտեղ, ես մենակ հայր Ասողիկին կասեմ, եկեք դուք այսքան մի չարչարվեք, որովհետև ձեզանից ձեր նման ստախոսից նույնպես մաքրվելու է մեր եկեղեցին, նույնպես մաքրվելու է, որովհետև երբ որ դուք ստեղ ասում եք հայոց պետություն, նկատի ունեք երևի Հայաստանի Հանրապետությունը, եւ սատարում եք Քոչարյան Ռոբերտին, ով հայոց պետականությունը, ինքնիշխանությունը, անկախությունը հարցականի տակ է դնում, եւ սատարում եք Տաշիր Սամոյին, մենակ նրա համար, որ լավ փողեր տվել, որ Էջմիածինը բանը նորոգվի ու իր նկարներ ներսում կախվի, ու ինչքան գիտեմ մի հատ էլ աղոթք երեք հնչեցրել եք Տաշիր Սամոյի համար։ Սրանք մենակ մեր պետության դեմ իրանց ձևով ինչ-որ բաներ էին անում։ Սա մեր պետության դեմ է, դուք այդ սիրուն բառը, հայոց պետականություն, բառակապակցությունը ինչ եք օգտագործում։ Ձեր այսպես համբուրեց, հայրաբար օրհնեց եւ ուղարկեց Վազգեն Գալստանյանին սահմանազատման դեմ գործընթացներ ու պրոցեսներ սկսելու, ով իլուր աշխարհի հայտարարում էր, որ Հայաստանը սկսում է այնտեղից, որտեղ իր զինվորն է կանգնած։
ու մյուս սրբազանը պարզապես հեղաշրջման քաղաքական կոչերով էր հանդես գալիս եւ իմի կալանավորված է, ով իրավունք չունի ձեռնադրելու իր բարեկամին հարազատ կապ ունեցող մեկին, բայց ձեռնադրում է, ով ինչ ուզում անում առհասարակ, հայհոյա խոս, հայհոյա բերան, սեռական կյանքով ապրող հայրասողիկ, ձեր գեղեցիկ բառակապակցություններն ու գրառումները չեն փրկելու իրավիճակը, ու լավ կլինի, որ ներսում դուք ինքներդ որոշումներ կայացնեք, այդ դուք ունեք վախեր ու որոշումներ կայացնելու ընդունակություններից զուրկ եք, եւ դա է պատճառը, որ դուք խանդով ու նախանձով եք վերաբերվում Տեր Արամին ու նրա նման տղերքին, նրանց նման քահանաներին, խանդով ու նախանձով, որովհետեւ դուք չեք կարող դա անել, իսկ նա կարողացել է։ Կարճ դադար մեր եթերում։ Վերադառնանք սիրելի հեռուստադիտողներ։ Կտրիչին տապալելը կնշանակի կոտրել ռուսական ազդեցության գործակալական ցանցի ողնաշարը, եւ դա մենք միասին անելու ենք, մի գրամ չկասկածեք։ Հիմա ուզում եմ մի նյութ նույնպես ընթերցել ձեզ համար, շատ հետաքրքիր նյութ է, Գարեգին B-ի սրբապիղծ աճը հասել է նաեւ ԵՊՀ Մահամերձ դեկանը նրա թակարդում, արխիվային լուսանկարներ ու փաստեր նույնպես կան։ Առաջին քրիստոնյա երկիրը հոգևոր տագնապների մեջ է, արդեն ամիսներ շարունակ համացանցն ու լրատվական դաշտը հեղեղված են իշխանությունի եկեղեցիի փոխադարձ մեղադրական ուղերձներով, սակայն երկրի նորագույն պատմության բոլոր կարևորագույն իրադարձությունները մեր սերնդի աչքի առաջ են եղել, եւ ընդամենը մարդկային խիղճ եւ քաղաքացիական բարձր գիտակցում են անհրաժեշտ դրանք վերլուծելու եւ անաչառ գնահատելու համար։ Ով աչք ունի տեսած կլինի, ով ականջ ունի լսած կլինի, որ անկախության 3 տասնամյակները ակնհայտորեն աչքի ընկան գիտակրթական, մշակութային եւ հոգեվոր նահանջներով։ Սնկի պես աճեցին հակազգային գաղափարներ տարածող աղանդները, ոչ պակաս տգիտություն տարածող մասնավոր բուհերը, գիտական աշխարհ սողոսկեցին բանակից խուսափող արտոնյալները, արդյունքում կազմալուծելով թե գիտությունը, թե բանակը։ Պետական համակարգը մի տեսակ անփորձ էր ու անգործունյա, իսկ ժողովուրդը շվարած եւ ինքնահոսի։ Բանակից խուսափելու նպատակով գիտության ասպարեզ մտնելը հասցվել էր գրեթե պետական գաղափարախոսության մակարդակի։ Հենց այդ տարիներին էր, որ Երևանի պետական համալսարանի պատմական շենքում բացվեց աստվածաբանության ֆակուլտետ, դեկան նշանակվեց, Երուսաղեմից արտաքսված վանքապատկան կալվածքները վաճառած, միաբանության գանձանակը եւ հին ձեռագրերը թալանած ու աճուրդի դրած, նաեւ աշխարհիկ շատ այլ արարքների մեղսակից աղմկահարույց Շահե arczepiskopos Աճեմյանը։ Ափսոս է ազգանունը, որ իր վրա է։ Տեղական եւ միջազգային մամուլի խիստ արձագանքները չուշացան, սակայն ծրագիրն իրականացվեց սառնասրտորեն։ Չունենալով համապատասխան մասնագիտական ներուժ, մի գիշերվա մեջ համալսարանի բոլոր անաստված աթեիստները դարձան երդվյալ աստվածաբան հավատավորներ։ Սկսվեցին սև սխեմավորների մասնավոր այցելությունները պետական կրթական հաստատություն, որ նախկինում արգելված էր բացառությամբ ամենայն հայոց կաթողիկոսի։ Այսինքն մենակ կաթողիկոսը կարող էր այցելել։ Ակտիվ այցելուներից էին Վազգեն Գալստանյանը եւ այսօրվա կաթողիկոսը Գարեգին B-ն, որ այն ժամանակ դեռևս Արարատյան հայրապետական թեմում էր եւ անուղղակիորեն ներգրաված էր որոշ միջոցառումներում։ Համալսարանի նախկին ռեկտոր Ռադիկ Մարտիրոսյանի օրհնությամբ Տեր Շահեն արդեն մայր հայրենիքում կրկնապատիկ եռանդով եւ ինքնավստահությամբ շարունակեց իր նախկին աշխարհիկ մեղքերը, չխորշելով նույնիսկ ուսանողների սուր եւ ամենատես հայացքից։ Ամիսներ անց քարտուղարուհուն կարգեց դասախոս եւ դարձրեց իր արտասահմանյան ուղևորությունների մշտական ուղեկիցը, ձախողելով ու կաթվածահար անելով ողջ ուսումնական գործընթացը եւ այդ ամենը պարբերաբար ու ակնհայտ։ Սկսվեց խաղերի ու խարդավանքների մղձավանջային շրջան, գողություն,
դասախոս ուսանող սեռական ոտնձգություն, կոռուպցիա եւ հովանավորչություն արժեքների դեգրադացիա։ Անարգել մասնաշենք էին ներթափանցում օտարազգիներ, հավաքներ ու ժողովներ կազմակերպում, անհասկանալի գործունեություն ծավալում, իսկ ռեկտորը անհաղորդ էր այս ամենին եւ գորովանքով էր լցված միլիոնատեր հոգեվորականի հանդեպ։ Կաթողիկոս ընտրվելուց ի վեր այդ ծավալվող գործընթացները ակնհայտորեն կառավարում էր Գարեգին Բ-ն եւ միլիոնատեր դեկանը արդեն նրա թակարդում էր։ Երուսաղեմի տագնապի վերաբերյալ դատավարություններ էին ընթանում, ինչի պատճառով հաճախակի դարձան նրա եւ ուղեկցորդուհու արտասահմանյան վոյաժները։ Եկավ 2004 թվականի մարտը եւ ծերունազարդ դեկանը առողջական խնդիրների պատճառով անհետացավ, կաթվածար անելով ողջ ուսումնական գործընթացը։ Շուրջօրյա հերթապահություն սահմանվեց նրա աշխատասենյակի դռան մոտ։ Վարորդին արգելված էր սրբազանի գտնվելու վայրի մասին որևէ լուր տալ։ Հարակից ֆակուլտետները եւս զարմացած էին նրա խորհրդավոր անհետացումից։ Գաղտնի էր պահվում նրա գտնվելու վայրը։ Նույնիսկ Ամերիկա բնակ հարազատների հետ կապ չկար այնքան ժամանակ, մինչև նրանք չայցելեցին Հայաստան։ Գարեգին Բ-ն իր ձեռքում էր պահում ֆակուլտետի զարկերակը, տևական ժամանակ թաքցնելով մահամերձ հոգևորականին, մինչդեռ հենց հարազատների համար ջանքերի շնորհիվ պարզվեց, որ նրան թաքցնում են քարտուղարուհու տանը։ Անբարենպաստ մի որմնախ խոռոչում, որտեղ արգելված էին տեսակցություններն ու շփումները։ Իսկ իրազեկ հոգևորականներից հայտնի դարձավ, որ Գարեգին Բ-ն անձամբ է այցելել թեթևաբարո այդ խնամատար ընտանիքին։ 1.5 տարվա խորհրդավոր անհետացումից հետո 2005 թվականի հուլիսին իր մահկանացուն կնքեց միլիոնատեր հոգևորականը, ողջ այդ պարապուրտի եւ ձախողումների համար պետբյուջեից ստանալով աշխատավարձ եւ նույնիսկ արձակուրդային։ Հոգեհանգիստն ու հուղարկավորությունը տեղի ունեցան Սուրբ Գայանե վանքում, որտեղ Գարեգին Բ-ն վերջապես բացեիբաց շնորհակալություն հայտնեց եւ հայտարարեց այդ խնամատար ընտանիքի ազգանունը։ Վարչանի տարի անց հետաքննող լրագրողների միջազգային ասոցիացիան հրապարակեց HSBC բանկի շվեյցարական մասնաճյուղի սկանդալային բացահայտումը, որտեղ առկա էր ռեկտոր Ռ. Մարտիրոսյանի անունը, իսկ մեկ այլ դրվագով նաև Գարեգին Բ-ի անունը։ Այսօր ավաղ շարունակվում է այդ պարականոն ֆակուլտետի անպտուղ ու անհետետ գոյությունը, մսխելով եւ փոշիացնելով պետական ահռելի գումարներ։ Իսկ աշխարհիկ մեղքերի եւ վոյաժների սիրուհին ապահովված է կայուն եւ հարմարավետ աշխատատեղով ԵՊՀ բաժիններից մեկում։ Ինչ կասեք սրան։ Աղբյուրը Հայկական ժամանակ, հեղինակ Նվերա Գալստյան։ Ինչ կասեք սրան։ Սա հերթականներն են, ինչ որ չի սպառվում եւ գիտեք ինչ, արդեն զարմանք չի հարուցում մարդկանց մոտ։ Զարմանք չի հարուցում այս ամեն ինչը։ Գիտեք ինչու, որովհետեւ մարդիկ ում դու մի բան պատմես Կտրիշ Ներսիսյանից, մարդիկ ամեն մի քո պատմածին 10 կպատմեն։ 10 կպատմեն, ավելին գիտեն, բայց երբեք այս պրոցեսը չի սկսվել, չգիտես ինչու։ Չնայած գիտենք ինչու, որովհետև նման պրոցեսները նաև առաջնորդողների կարիք ունեն։ Կամ ինչ-որ պայի մարդկանց մեջ կորում է այդ հույսը, որ երբևէ ինչ-որ բան կփոխվի այդտեղ ու համակերպվում են։ Սա ամենամեծ հանցագործությունն է։ Համակերպվելը ամենամեծ հանցագործությունն է։ Հիմա գանք այս կտրիչի եղբոր թեմային։ Ուրեմն ընթերցեմ ձեզ համար։ Հարություն Մկրտչյանը, ով վաղարշաբթի ընտրություններում
հանդես է գալիս որպես հանրապետություն կուսակցության տեխնացու, քաղաքապետի տեխնացու, երեք մի այսպեսի հրապարակում է անում, որը ես կիսել եմ իմ էջում, հույս հայտնելով, որ իրավապահները բաց չեն թողնի սա իրենց հայացքից։ Ոսկե հատը եւ Կտրիշ Ներսիսյանի ընտանեկան ստվերային կառավարումը։ Այսօր կեսօրին, գրեթե 16:10 ընկած ժամանակահատվածում, իմ քաղաքական թիմի հետ նախընտրական քարոզարշավի շրջանակներում այցելում եմ Վաղարշապատ խոշորացված համայնքի Ոսկե հատ բնակավայր, որտեղ մեզ էին սպասում Կտրիշ Ներսիսյանի ընտանիքի անդամները եւ Նազիր Վեզիրներից բաղկացած լեգիոնը, մասնավորապես նախկինում նույն համայնքի ղեկավար եղած Կտրիշ Ներսիսյանի եղբայրը հանդիսացող Գևորգ Ներսիսյանը յուր որդիների հետ, ովքեր որ որոշել են, թե Ոսկե հատը իրենց է պատկանում։ Սույն լեգիոնները նպատակադրված խոչընդոտում էին մեր քաղաքական թիմի օրինական նախընտրական քարոզարշավի անցկացմանը տվյալ բնակավայրում, հրահրում էին բաց եւ սուր կոնֆլիկտ մեր քաղաքական թիմի անդամների հետ, սադրում էին մեր քաղաքական թիմին հայհոյանքների եւ անվանարկումների դիմելով, առանց հաշվի առնելու անգամ տարիքային ցենզ ու գենդերային պատկանելություն։ Դե իրենց ընտանեկան արժե համակարգն են դրել ի ցույց բոլորին, էլի, կարճ ասած։ Նկատվել են նաեւ զանգվածային կուտակումներ մեր տվյալ բնակավայրում տեղադրված քարոզչական վրանի շուրջ, ինչպես նաեւ հոգեբանական ճնշման գործադրման միտումներ բնակավայրի բնակիչների նկատմամբ։ Թոքից փախած սույն լեգիոներները երևի թե չգիտեն, որ Կտրիշ Ներսիսյանի վարկաբեկվածության աստիճանը մարդկանց աչքերում դրանով ոչ թե նվազեցնում, այլ բարձրացնում են շեշտակի ավել։ Ինչպես նաև չգիտեն, որ Ոսկե հատ բնակավայրի գիտակից բնակիչները իրենց մտքում վաղուց արդեն ընտրություն են կատարել ու իրենց ահ ու սարսափի տարածման միջնադարյան մեթոդները քվյախցիկում դեր խաղալ չեն կարող։ Չգիտեն նաև, որ նախընտրական օրինական քարոզարշավի խոչընդոտումը տեխնացուի կուսակցության քաղաքական ցանկացած ուժի նկատմամբ բացահայտ ապօրինություն է, որը արժանանալու է իրավապահ համակարգի համապատասխան մարմինների կողմից համապատասխան իրավական գնահատականի։ Չգիտեն նաև, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, որտեղ իրենց խուլիգանությունները եւս արժանանալու են իրավական գնահատականների։ Մինչև հիմա դեռ չեն էլ հասկացել, որ Ոսկե հատը այդ իրավական պետության լիարժեք մաս է եւ ոչ թե իրենց ընտանեկան կլանային կառավարման ինչ-որ վերացական սուբյեկտ կամ ճրթոյի դուքյան։ Բայց այս պատմությունը շատ ավելի խորքային բաների մասին է։ Նրա մասին է, որ սրանց պատկերացումները Քրիստոսի վարդապետության հոգևոր արժեքների, բարեպաշտության, բարոյականության, մարդակենտրոնության, հասարակական հարաբերությունների, կարծիքների բազմազանության, օրինականության վերաբերյալ այս տեսքն ունեն։ Ամեն ինչի մասին սրանց պատկերացումները այս տեսքն ունեն. ինքնիրավչություն, խուլիգանություն, բռնակալություն, վախի մթնոլորտի ստեղծում, օրենքի ու հասարակական կարգի ոտնակող լկտի բառապաշար բորենու պահվածք ու ոչ մի բան լավի, բարու, հոգևորի հետ կապ ունեցող։ Ոսկե հատը ազատագրվելու է։ Ընտանեկան ստվերային կլանային կառավարում Հայաստանի Հանրապետության որևէ բնակավայրում այլևս չի լինելու։ Համապատասխան մարմինները արդեն իսկ ստացել են համապատասխան հաղորդագրություն սույն անձանց եւ սույն միջադեպի վերաբերյալ։ Իրավական գործընթացի հետագա ընթացքի մասին հանրությանը լրացուցիչ կտեղեկացնեմ, բացառապես լավ է լինելու։ Գնում է մարդը քարոզարշավի, սրանք որոշում են այդ իրենց տունն է, իրենց օջախն է, ինչ ուզեն կարող են անել, դուրս են գալիս քարոզարշավի ներկայացուցիչներին, սադրում են, հայոյում են, խոչընդոտում են, ինչը ենթադրում է քրեական պատասխանատվություն։ Եվ նաև հենց դրա համար է, որ Կտրիշ Ներսիսյանի եղբորն ու եղբորորդիներին տարել են։ Ինչ որ մինչև հիմի չեմ տեսել որևիցե լրագրող, որ այս գործունեությունը համարի քաղաքական հետապնդում։ Ինչ որ ուշանում եք, բա ուր են ձեր լրագրողները, որ սա քաղաքական հետապնդում համարեն, գնան սատարեն այս հանցագործներին։ Իմիջիայլոց եւս մեկ պատմություն, որը ոնց որ թե հանրության ուշադրությանը քիչ է արժանացել։
ու այստեղ մեկնաբանության այլ ուղղություն կա, որին նույնպես չենք անդրադարձել կապված Հայություն Մկրտչյանի հետ։ Ուրեմն եկեք, քանի որպեսի չդառնա նախընտրական այս քարոզին աջակցելու թաքնված փորձ, ես շատ մանրամասն բաները չասեմ, օրինակ, որ քվեաթերթիկը, որին է պատկանում, XY-ներով խոսենք։ Ուրեմն, եւ համայնքի անունն էլ չեմ տա, գյուղի։ Գնում են մի հատ գյուղ, Քարոզ Արշավի, ու պարզվում է ինչ, այնտեղ ներկա է գտնվել մեկ այլ քաղաքական ուժ, աֆիլիացված Քոչարյան Ռոբերտի հետ բնականաբար, ովքեր որ տեղի բնակավայրի երեխաներին քյաբաբ են առել, քյաբաբով շահագրգռել են, որ այս երեխաները գնան ու պոկեն Հանրապետություն կուսակցության պաստառները, խուլիգանություն անեն։ Երեխեքները գնում պոկում են, սրա մասին դեռ տեղյակ չեն լինում Հանրապետություն կուսակցությունում։ Ու երբ որ արդեն գալիս են այդ գյուղ Քարոզ Արշավի, այս երեխաները ձեռ են առնում ու ուրախ բացականչում են այն մյուսի անունը, ով որ իրաց քյաբաբ առել։ Այդտեղ հարցնում են ինչա պատահել, երեխեք ջան, բայց խի էլի, ինչ եղել, դե երեխա են, ոչ ես բան անի։ Սրանք խոստովանում են, որ իրենց քյաբաբ առել են, ու իրենք փոխարեն այդ ծառայությունն են մատուցել։ Հիմա այս պատմության սարսափելի կողմը, եթե չեմ սխալվում, Զվարթնոցում է դեպքը տեղի ունեցել։ Ամեն դեպքում ես տվյալ, այդ քաղաքացիները ամեն դեպքում հասկացան, թե որ գյուղում է, իրենց գյուղն է, թե չէ, այս Զվարթնոցը ես մի քիչ կասկածելով եմ ասում, այնուամենայնիվ, հա, որ գյուղում որ եղել է։ Սիրելի բնակիչներ, տեսեք, թե ինչ է տեղի ունեցել։ Այդ ոմն մեկը, ով հանցագործ ռեժիմի, երբեմնի հանցագործ ռեժիմի ներկայացուցիչը, բնականաբար այդ վարկով ու բարկով, դա իրեն կպնի, իր մուռ իր գլուխ ինքնավորոշողը, բայց փորձում է իր կամ իրենց վարկն ու բարկը փոխանցել սերունդներին եւ դեգրադացնել նրանց, տեսեք ինչպես։ Նախ նա ով է, որ ձեր երեխաներին առանց ձեր թույլտվության սնունդ է առնում տալիս, այս պարագայում քյաբաբ, նա ով է։ Երկրորդ, որը ամենակարևորն է ըստիս, ձեր երեխաներին նա դրդել է հանցագործության, քյաբաբով, խուժանություն անելու, խուլիգանություն անելու։ Ես գիտեմ, որ ձեր երեխաները սա չեն գիտակցում ու շատ լավ երեխաներ կարող են դառնալ, բայց նրանց մեջ արդեն դրել են ինչ-որ բանի դիմաց, ինչ-որ խուլիգան եւ օրենքով չթույլատրվող արարքանել։ Գիտեք ինչու իրենք չեն արել, որովհետև իրենց կբռնեին ու կդատեին։ Դրդել են երեխաներին, քյաբաբով։ Ես պատկերացնում եմ, եթե ես լինեի այդ գյուղից, ու իմանայի, որ իմ անչափահաս երեխային նույնպես ներգրավել են այդ խարդավանքի մեջ։ Հանկարծ ու իմանայի, որ իմ երեխուն դրդել են, որպեսզի նա նման խուժանություն անի։ Ես չգիտեմ ոնց ինձ կպայի, այն որ շատ վատ կպայի ինձ, դա միանշանակ, բայց կոնկրետ ինչպես, դա այս պահին չեմ կարողանում պատկերացնել։ Որովհետև ես գիտեմ, որ ես դաստիարակում եմ երեխա, որը պիտի մարդկությանը պիտանի լինի։ Եվ ոչ թե մի հատ խուլիգան գա նրան գցի իր ջրերը։ Այսպիսի դաստիարակությունը, այսպիսի միջադեպերը կարող են այդ երեխային հասցնել նրան, որ նա ինչ-որ մի օր էլ adzիկալոնի դիմաց իր պոստը կծախի։ Մի օր էլ ինչ-որ մի հաճույքի համար իր ծնողներին կծախի։ Առհասարակ արժե համակարգ է փոխում։ Դուք չեք պատկերացնում, սա ինչ խորքային խնդիր է։ Եվ ես ուշադիր եմ հետևելու ընտրության արդյունքներին։
Ես չեմ ասում դուք ում ընտրեք, ում չէ, ձեր գործն է, ձեր որոշելիքն է, բայց իմ կարծիքով կոնկրետ այս բնակավայրում այդպես պայմաններ էլ չեմ սիրում դնել, բայց այս պարագայում պիտի դնեմ։ Կոնկրետ այդ բնակավայրում, որտեղ որ եղել է այս քեբաբի պատմությունը ու բնակիչները գիտեն, ես հույս ունեմ, որ սույն քոչարանական ուժի ներկայացուցիչը, որքան էլ որ կարող է անձնապես հարգեք, ծանոթ լինեք, ընկեր լինեք, պետք է մերժվի 100%-ով եւ ոչ մի ձայն չհավաքի, որովհետեւ սա խուժանի արժե համակարգ են փորձում ներդնել մեր երեխաների անչափահասների մեջ։ Սա հասկանում ենք, չէ՞, բոլորս ինչա։ Իհարկե, զարմանալու բան չկա, Քոչարյանը իր կառավարման տարիներին եւ Սերժը իր կառավարման տարիներին այնքան հանցագործություններ են արդարացրել, որ դա դարձել է մեզ մոտ, մեզնից մի քիչ երիտասարդների մոտ դարձել էր արդեն պետական կրթության որոշակի տեսակ եւ մենք ինքներս դառնում ենք այդպեսին եւ այսօր նաեւ այս բազմագույն հասարակական այս գործունեությունները, քաղաքացիների պատկերացումները բազմաշերտ, բայց շատ քիչ դեպքերում միայն տրամաբանական, հենց դրա արդյունքն են, որովհետև մենք նոր ենք սկսում գիտակցել առհասարակ որն է լավ պետության համար, որն է վատ, որը ճիշտ, որը սխալ։ Եվ ինչքանով անհրաժեշտություն ունենալ պետություն եւ լինել պետության քաղաքացի։ Եթերում Ազատ շփումներ, կհանդիպենք։